Սիրելի ֆուտբոլասերներ, խաղաղան երեկոն մեզ մոտ շարունակվում է եւ շաբաթվա վերջին հանդիպումը միասին կդիտենք, որը կարելի է AFL-ի շրջանակները նույնիսկ Winter Cup մրցաշարում դերբի համարել։ Մրցում են միմյանց դեմ Juventus-ն ու Manchester City-ն։ Juven կրկնում եւ հիշեցնում եմ չունի առայժմ ոչ մի կորցրած միավոր Winter Cup-ի այս մրցաշարում, ու այսօր իսկական դիմակայությունը մեզ սպասվելու, տեսնենք City-ն ինչ կառաջարկի հիմնական մրցակիցներից մեկին։ Թիմերը խաղադաշտում են, եկեք ծանոթանանք մրցող թիմերի հայտացուցակներին, որից հետո կանդրադառնանք հանդիպմանը ու սկսենք Manchester City-ից։ Դարպասը պաշտպանում է Վայե Մուրադյանը համար 1, Ռոբերտ Խլղաթյան համար 4, Արտաշես Արաքելյան համար 5, Անատոլի Գաբրիելյան համար 7, ով նաև թիմի ավագ է Վարդան Վարդանյան համար 11, Արշակ Պողոսյան համար 14, Գերա Կոստենկով համար 17, Արտուր Ալավերդյան համար 44 եւ Նարեկ Սարգսյան համար 77։ Juventus Սերգեյ Եսայանը պաշտպանում է դարպասը համար 1, Արտուր Զաքարյան համար 4, Նարեկ Մարտիրոսյան համար 6, Դավիթ Մարտիրոսյան համար 7, ով նաև Juventus-ի ավագն է, Մանվել Այվազյան համար 9, Արտուր Աճեմյան համար 10։ Հիմա վտանգավոր գրոյանցել City-ն, բայց այստեղ Սարգսյանի մոտ հարված կատարել չստացվեց, Կոստենկովներ քիչ էր մնացել խլել գնդակը այստեղ մրցակցից, բայց հասցրեցին դուրս գալ պաշտպանությունից Juve-ի ֆուտբոլիստները։ Հիմա արդեն շարունակեմ ծանոթացնել Juventus-ի կազմը, թիմերը նույնիսկ հենց մեկ տարկից արդեն խաղաժամանակ չեն տալիս, որպեսզի ծանոթանանք հայտացուցակներին։ Մարտիրոսյանն է գնդակով երկար փոխանցում առաջ, այստեղ Արտաշես Արաքելյանը առաջինը արձագանքեց գնդակին ու այն ուղարկեց դեպի ավելի ետ, Մուրադյանն էլ խորքից արդեն կսկսի Manchester City հերթական գրոններից մեկը։ Շարունակեմ Juve-ի կազմը ծանոթացնել։ Արտուր Աճեմյան համար 10, Տիգրան Խաչատրյան համար 21, Սերգեյ Ղազարյան համար 55 եւ Նարեկ Մարտիրոսյան համար 88։ Իսկապես դիմակայությունը մեզ սպասում կատաղի հանդիպում է այսօր իսկապես տեղի ունենալու խաղադաշտում, ու պետք է այսօր թիմերը առաջին հերթին Manchester City-ն փորձի հաղթանակի հասնել ու կրճատել միավորների տարբերությունը Juventus-ի նկատմամբ։ Իհարկե հիմա ծանոթացնեմ նաև մրցաշարային աղյուսակում տիրող պատկերը։ Աճեմյան լավ չընդունեց գնդակ ու գնդակը բաժին ասավ City-ի ֆուտբոլիստներին, եւ այսպես Juve-ն ունի վաստակած իր ակտիվում 9 հանդիպումից հետո 27 միավոր եւ 100% արդյունքով շարժվում է առաջ, 9 հանդիպում 9 հաղթանակ եւ ոչ մի կորցրած միավոր, կրկնում եմ եւս մեկ անգամ։ Իսկ արդեն Manchester City-ն 9 հանդիպումից հետո ունի իր ակտիվում վաստակած 22 միավոր, հաղթանակի հասնելու դեպքում այսօր իհարկե City-ն կկրճատի միավորների տարբերությունը Juventus-ի նկատմամբ ու թիմերին կբաժանի ընդամենը 2 միավոր, բայց Juve-ն այստեղ է, որ պարզապես իր արդյունքը գնալով էլ ավելի թարմաստի ու տանի բոլոր հանդիպումներում, կարծում եմ բոլոր հաղթանակները, հատկապես առայժմ ոչ մի խոչընդոտ մինչև այս պահ Juventus-ը իհարկե չի ունեցել։ Երկու հանդիպում շատ բարդ անցկացրել է, իհարկե մրցելով Վերտերի ու Ատալանտայի դեմ, երկու խաղում էլ մեկ գնդակի առավելությամբ Juve-ն հաղթեց մրցակիցներին ու ահա այսպիսի պատկեր է ձևավորվել մրցաշարային աղյուսակում։ Կոստենկով լավ էր մտածել, չանցա փոխանցումը, Պողոսյան փոխանցում ու այստեղ Նարեկ Սարգսյանը հիմա էլ հարվածում ու բացում այս դիմակայության հաշիվը 1-0-ի։ Նարեկ Սարգսյան 1-0 դիմակայության հաշիվը բացված է, ինչը էլ ավելի է հետաքրքրացնելու հանդիպան մնացած ժամանակահատվածը։ Լավ արեցին ամեն ինչ այս իրավիճակում City-ի ֆուտբոլիստերից, Սարգսյանի եզրից կրակոցին ոչ ոք պատրաստ չէր արձագանքելու, գնդակը հայտնվեց Juventus-ի դարպասում։ Տեսենք Juve-ն այս ամենից հետո ինչ կփորձի առաջարկել մրցակցին, շատ արագ City-ն հասավ հաջողության այս խաղում, ընդամենը 3-րդ րոպեի դրությամբ բացեց այս հանդիպան հաշիվը ու այս ամենը կարծում եմ իհարկե մի փոքր չէր մտնում Juve-ի ծրագրերում արագ գնդակ բաց թողնել, բայց իհարկե պետք է հասկանալ այսօրվա թիմերի կարգը, խաղամակարդակը, ինչը
Կարծում եմ մենք բոլորս քաչ ծանոթ ու տեղյակ ենք այսօր կարծում եմ գոլերի պակաս չենք ունենալու խաղադաշտում Տիգրան Խաչատրյանն է առաջ շարժվում գնդակով թողեց Այվազյանին ու շարժվում է առաջ Այվազյանն էլ դեպի աճ ուղարկեց գնդակը ու արդեն խաղարկում է Յուվեն պաշտպանությունում փորձելով օղակներ փնտրել դեպի Սիթիի դարպասը տանող Մանվել Այվազյան դեպի Աճեմյանը փոխանցում կատարեց Աճեմյանն է հիմա Գնդակով լավ էր մտածել, բայց Արաքելյանը կանգնեց Աճեմյանի փոխանցման ճանապարհին ու հիմա թողեց գնդակը Խլղացյանին, ով ուղարկում է իրենից ավելի դեպի ձախ, Նարեկ Սարգսյանն է առաջ շարժվում։ Լավ է նկատել Ալավերդյանին, բայց այստեղ գնդակին Մարտիրոսյանը ավելի շուտ արձագանքեց Աճեմյան դեպի Դավիթ Մարտիրոսյանը փոխանցում հանդիպումը իհարկե գնալով էլ ավելի է հետաքրքրանում։ Զաքարյան թողնում է գնդակը Աճեմյանին։ Թիկունքից կա Արաքելյանի ճնշումը ազատվեց գնդակից Աճեմյան ու Մանվել Այվազյանն է փորձում առաջ շարժվել, բայց այստեղ մի փոքր ընկավ Յուվեի գրոյի տեմպը հետ փոխանցում Դավիթ Մարտիրոսյանին կրկին Աճեմյան հագեցած խաղային շաբաթ ունեցան իսկապես թիմերը այս շաբաթվա թիմերի սա երկրորդ հանդիպումն է նախ Սիթին երկու անընդմեջ օրում է հանդիպումը անցկացնում 3 առավելության հասան Մոնցայի դեմ խաղում վստահ հաղթանակ տանելով 7-2 հաշվով, իսկ Յուվեն էլ ավելի վստահ գործեց այս շաբաթ հաղթելով Բայեր Լևերկուզենին 6-1 հաշվով օրեր առաջ ու հիմա արդեն այս ծանրաբեռնված շաբաթից հետո վերջին խաղային շաբաթվա վերջին օրը ահա այսպիսի լարված ու հետաքրքիր հանդիպում է նշանակված, որը իր մեծ դերն ու նշանակությունը իհարկե ունի երկար փոխանցում ենք տեսնում Արաքելյանից այստեղ դեպի Նարեկ Սարգսյանը, բայց ոչ ոք այստեղ չդիպավ գնդակին ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից Եսայանն է այսօր տեղ զբաղեցել Յուվենտուսի դարպասում հիմա փոխանցում Ալավերդյանը լավ կանգնեց գնդակի ճանապարհին Պողոսյանը ու այստեղ Խաչատրյանը կանգնեց գնդակի ճանապարհին հիմա վտանգավոր է նորից Նարեկ Սարգսյանն է գնդակով նորից հարվածի փորձ բայց այս անգամ շեղ է ստացվում Սարգսյանի կատարած հարվածը այո իսկապես շատ հետաքրքիր հանդիպում է Բարելցմուն իմաստով հետաքրքիր հանդիպում է մեզ սպասվելու այս մնացած ժամանակահատվածում երկար փոխանցում առաջ այստեղ թողեց Ալավերդյանը այսօր Սիթի պաշտպանությունում տեղ են զբաղեցել Արաքելյան Խլղացյան զույգը իհարկե Խլղացյանը դեռ իր ամբողջական մարզավիճակին չի վերադարձել մեկ հանդիպում վնասվածքից հետո ընդամենը 3 անցկացրեց Խլղացյանը Սիթիի կազմում հիշենք այն ծանր վնասվածքը որը նա ստացել էր ու այսօր իհարկե կփորձի էլ ավելի վստահ ելույթ ունենալ Սիթիի կազմում, քան 3 է, քանի որ իհարկե հանդիպման նշանակությունը հաշվի են առնում Սիթիի ավագն ու ֆուտբոլիստները իհարկե Անատոլի Գաբրիելյանը հիմա որպես մարշի պարտականությունների այս րոպեներին կատարում, բայց իհարկե մենք նրան կտեսնենք խաղադաշտում Ալավերդյան ու հիմա էլ դարպասածողն է օգնում Յուվենտուսին ինչ է կատարվում, հիմա Սիթին կարող էր կրկնապատկել առավելությունը, բայց այստեղ դարպասածողը, հորիզոնական դարպասածողը եկավ օգնության Յուվենտուսին Մարտիրոսյան, թողնում է գնդակ Այվազյանին, լավ էր մտածել Այվազյանը, բայց այսքան հեշտությամբ չստացվեց շրջանցել Արաքելյանին ու հիմա հեռացեց Յուվեն գնդակը եւ կլինի վիճաբանական դրվագ Այո, կրկնում եմ այս պահին անպարտելի թիմերն են Winter Cup մրցաշարում Յուվենտուսը, Ատլետիկո Երևանը, ովքեր թիմեր, որոնք դեռ չունեն պարտություն եւ Լեռնային Արցախը իհարկե դեռ չի կրել ոչ մի պարտություն Սիթին նույնպես այդ շարքերում դասում էր, բայց նախորդ տուրում 2 շաբաթ առաջ 2026 թվականի առաջին հանդիպման ժամանակ իհարկե ծանր պարտություն կրեցին հենց Լեռնային Արցախից ու իհարկե կշարունակեն մնացած հանդիպումներում փորձել շտկել այդ գրած պարտությունը Սիթին իհարկե կասկած չունեն որ փորձելու է խմբային փուլը առաջին հորիզոնականով աղտարել Արտաշես Արաքելյանն է գնդակով դեպի Պողոսյանը գեղեցիկ փոխանցում տեսանք Պողոսյանն նորից հետ է ուղարկում գնդակը Արաքելյանի ուղղությամբ ու արդեն դեպի ետ դարպասապան Մուրադյանը չկան տարբերակներ ստիպված եղավ Արաքելյանն հետ ուղարկելու ընտրեց ամենահեշտ ու ճիշտ որոշումը այս իրավիճակում Խլղացյանն է գնդակով
Տեսնենք ինչ որոշում կկայացնի, շատ լավ նկատեց Պողոսյանի առաջ խաղացումը, բայց գնդակը ավելի շուտ հասավ Յուվեի ֆուտբոլիստին Արաքելյան դեպի առաջ ու ստացեց այն փոխանցում Արչակ Պողոսյանի համար վտանգավոր է կարող է լավ գրոս սկսել Սիթին Ալավերդյան Վարդան Վարդանյան դեպի աջ է ուղարկում գնդակը որտեղ Կոստենկովն է Կոստենկով լավ էր մտածել, բայց գնդակը Նարեկ Սարգսյանի այստեղ չհասավ Հիմա արդեն Յուվեն է ներվում առաջ, այստեղ էլ Արաքելյանը փակեց Այվազյանի առաջխաղացման ճանապարհը, հիմա էլ Վարդանյանը որքան հնարավոր է հեռու ուղարկեց գնդակու հասավ այս գնդակին Վարդանյան վտանգավոր է Վարդանյան փոխանցումը կա, բայց ոչ ոք չկա, որպեսզի եզրափակի այս փոխանցմանը Նարեկ Սարգսյան Ամեն ինչ վերցրեց իր վրա ու բարձր մակարդակով կատարեց Վարդանյան այս իրավիճակում Խլղացյան հերվից փորձ Բայց այստեղ էլ Խաչատրյանն է կանգնում գնդակի ճանապարհին Ղազարյան ու մնաց գնդակը Խլղացյանի մոտ Նարեկ Սարգսյան Սիթին հիմա շատ լավ է գործում այս րոպեներին Ալավերդյան հարված է պետք Ալավերդյան կա հարվածը բայց այստեղ հեռացեցին գնդակը Յուվենտուսի ֆուտբոլիստները Զաքարյանն էլ պահեց գնդակը դաշտի սահմաններում ու հիմա թողնում է Դավիթ Մարտիրոսյանին Մամել Այվազյան դեպի աջ ուղարկեց գնդակը Այվազյանը ու հիմա Յուվեն աստիճանաբար փորձում է գրոհ կազմակերպել Մարտիրոսյան թողնում է Խաչատրյանին ու շարժվում առաջ դեպի ձախ Դավիթ Մարտիրոսյանն է այստեղ Աչեմյան լավ ընդունեց գնդակը ու շրջվեց այստեղ Յուվեի 10 համարը ու դեպի Այվազյանը գեղեցիկ փոխանցում ենք տեսնում Սարգսյանն է հիմա դիմավորել Մանվել Այվազյանին ստիպված եղավ նահանջել Այվազյան այս իրավիճակում Զաքարյան Սերգեյ Ղազարյանը լավ չընդունեց այստեղ գնդակը, բայց մնաց գնդակով Յուվեն Աչեմյանն է գնդակով երկար փոխանցում դեպի Տուկանային հրապարակ ու այստեղ հարվածի փորձ նույնիսկ կատարեց Մարտիրոսյանը ճիշտ է արդեն գնդակը դուրս է եկել դաշտի սահմաններից եւ հարված կլինի Ֆայեմ Մուրադյանի պաշտպանած դարպասից Մուրադյան երկար ուժեղ փոխանցում առաջ այստեղ Կոստենկովը երկրորդ հարգում շահեց պայքարը բայց գնդակը հայտնվեց Յուվեի մոտ հետո Պողոսյանը վերականգնեց այն Վարդանյանն ինչ է այստեղ չկար արդյոք ձեռքով խաղ ամենայն դեպս չսուլեց մրցավարը Խլղացյան շատ լավ է գործում Կոստենկովը ու հասնում այս գնդակին Գերակոստենկով կա փոխանցումը բայց հեռացնում է Խաչատրյանը գնդակը Մարտիրոսյանն էլ Ուղարկում է գնդակը Մանվել Այվազյանի ուղղությամբ Այվազյան տեսնենք աչից կա Ղազարյանի տարբերակը հարված կատարեց Այվազյանը այս իրավիճակում ու վաստակեց առաջին անկյունայինը Յուվենտուսի համար այս խաղում որը շտաբում է իրացնելու Սերգեյ Ղազարյանը Տեսնենք այս անկյունայինը ինչ կտա Յուվենտուսի Ղազարյանն է գնդակի մոտ Արտաշ անատական, Արտաշ Բարձից փոխանցում դեպի Տուգանայինի մատույցներ, բայց այստեղ ոչ ոք չկար Յուվենտուսից ու Պողոսյանն է տիրում գնդակին Ալավերդյան Աչից կա Վարդանյանը, շատ ճիշտ վարվեց Ալավերդյանը Վարդանյանն էլ երկար փոխանցում դեպի առաջ, բայց ուժեղ ստացվեց այն Նարեկ Սարգսյանի համար ու հարված կլինի հիմա Սերգեյ Եսայանի պաշտպանած դարպասից այո հանդիպան ընթացքը գնալով էլ ավելի է լարվելու բնականաբար մեկ գնդակի առավելություն ու կարծում եմ թիմերից որ մեկն էլ այսօր լինի պարտվողի կարգավիճակում չի համակերպվելու այդ մտքեր Արաքելյան հետ է ուղարկում գնդակը Մուրադյանը հասցրեց հեռացնել այն ստացվեց փոխանցում Ալավերդյանի համար ու թողեց Ալավերդյանը գնդակը այստեղ Ամրես Արտուր Խաղընկերոջը Խլղացյանն էլ երկար գրոհի տեղափոխություն է կատարում դեպի Կոստենկովը վտանգավոր գրոհ է հասնում Սիթին, բայց այստեղ արդեն Զաքարյանը հասնում է նահանջել Դավիթ Մարտիրոսյան, կրկին Զաքարյան ու դեպի աջ փոխանցում կատարեց Նարեկ Մարտիրոսյանն է այստեղ Բայց փոխանցմանը ոչ ոք այս իրավիճակում չարձագանքեց Յուվեի ֆուտբոլիստերից ու Վահե Մուրադյանը գնդակ ուղարկում է Խլղացյանին, այո Աստիճանաբար վերականգնվում է Խլղացյանի խաղը վիճակը ու նա փորձելու է իհարկե այլ հանդիպումներում եւս օգտել Սիթին դեռ ունի բավական կարևոր հանդիպումներ անցկացնելու խմբային փուլում եթե իհարկե Սիթին play-off դուրս գալ ավելի բարդ հանդիպումների Սիթին իհարկե play-off դուրս գալու հիմնական ֆավորիտներից մեկն է Խլղացյան հետո թողեց գնդակ ու 3-1-ի դիմաց Յուվեն ներվում է առաջ Մանվել Այվազյան վտանգավոր է Ղազարյան ու վրիպում է Սերգեյ Ղազարյանը հիմա
Նարեկ։ Հիմա Յուվեն կարող էր հավասարեցնել հանդիպան հաշիվը, ունեին այդ շանսը, տրված էր Յուվենտուսին, բայց Ղազարյանը շեխարվածեց, իհարկե հասկանալի է մի փոքր փոխանցումն էլ անհարմար ստացվեց Ղազարյանի համար ու հաշիվը մնաց անփոփոխ։ Արտաշես Սարաքելյան ուղարկում է գնդակը Կոստենկովին ու դեպի Արշակ Պողոսյանը փոխանցում։ Պողոսյանն էլ դեպի ձախ ուղարկեց Խելղացյան, շատ լավ է նկատել Ալավերդյանին, բայց այստեղ ուժեղ ստացվեց մի փոքր Խելղացյանի կատարած փոխանցումը Ալավերդյանի համար ու հիմա արդեն փորձում է Յուվենտուսը հերթական գրոհը սկսել։ Տիգրան Խաչատրյանն է գնդակով դեպի Աչ Մարտիրոսյան, երկար փոխանցում առաջ, Ղազարյան այստեղ չընդունեց գնդակը, 15 րոպե անցավ արդեն հանդիպան մեկ տարկից ու թիմերը իհարկե առաջը մեկ գնդակ են հեղինակել խաղադաշտում, այն իր անվան դիմաց գրանցել է Նարեկ Սարգսյանը ու Սիթին այդ գոլով այս պայն հաղթողի կարգավիճակ է ստացել խաղադաշտում։ Խելղացյանն է գնդակով դեպի Ալավերդյանը փոխանցում Արշակ Պողոսյան, այո, այսպես անդադար երկու թիմերն էլ այսօր կարող են խաղարկել գնդակը, իհարկե երկու թիմերն էլ ունակ են նմանատիպ երկար գնդակը խաղարկելու։ Նարեկ Սարգսյան լավ է նկատել Ալավերդյանին, բայց գնդակը նրան բաժին չասավ, Այվազյանն էլ գրագետ կերպով թողեց գնդակը Աչեմյանին, ստացավ նրանից պատասխան փոխանցում ու Յուվեն ասնում է առաջ, Արտուր Աչեմյան չհասկացան այստեղ միմյանց ու գնդակը խլեց Նարեկ Սարգսյանը, լավ անցում էր ձեռնարկել, բայց այստեղ կար այո խաղի կանոնների խախտում կար այս իրավիճակում։ Սարգսյանի դեմ պայքարում ու ստուլեց մրցավարը եւ տեսնենք այս ստանդարտը ինչպես կխաղարկեն City ֆուտբոլիստները։ Արտակ չետար։ Նարեկ Սարգսյանն ու Ռոբերտ Խելղացյանն են գնդակի մոտ, տեսնենք ով կպատրաստվի հարված կատարելուն, եթե իհարկե նմանատիպ միտք կա City ֆուտբոլիստների գործողություններում։ Կա մրցավարի սուլիչը Նարեկ Սարգսյանն է մոտենում հարված կատարում, այստեղ Կոստենկովը փորձ է չեղել գնդակի ուղղությունը, բայց հաջող չստացվեց ու հիմա Յուվեն կարող է սխալվել եւ պրեսինգը տվեց արդյունքը City գործողություններում։ Հիմա փոփոխություն տեղի կունենա Մանչեսթեր Սիթիի կազմում, այո Անատոլի Գաբրիելյանն է մտնում խաղադաշտ փոխարինելով Վարդան Վարդանյանին ու տեսնենք արդեն Գաբրիելյանը թարմ ուժերով իշ կփորձի անել, կատարված է եզրային նետումը, պետք է նորից կրկնել, որովե բան էր պատահել հիմա խաղադաշտում, այ հիմա արդեն սուլում է մրցավարը ու վերսկսվում է հանդիպումը։ Գաբրիելյան, առաջին հպումը գնդակին փոխարինման դուրս գալուց հետո Կոստենկով ու դեպի ետ փոխանցում ենք տեսնում, որտեղ Արտաշես Սարաքելյանն է ուղարկել գնդակը Մուրադյանին եւ դեպի ձախ է ուղարկում գնդակել Մուրադյանը, Խելղացյան երկար փոխանցում առաջ, բայց այստեղ առաջինը գնդակին արձագանքեցին Յուվեի ֆուտբոլիստները, չկար City ֆուտբոլիստերից ոչ ոք այս իրավիճակում։ Աչեմյան լավ ընդունեց գնդակը, լավ իջեցրեց ու թողեց գնդակը Սերգեյ Ղազարյանին։ Այվազյան լավ տարավ իր այդ գնդակը, Մանվել Այվազյանը հարված ու հիմա Մուրադյանը փրկում է City-ին գնդակ բաց թողնելուց, իսկապես վտանգավոր պահ ուներ Յուվենտուսը գերազանց արեց ամեն ինչ Մանվել Այվազյանը այս իրավիճակում, բայց Վահե Մուրադյանը իհարկե կրայեց անկյուն ու փակեց գնդակի ճանապարհը։ Նարեկ Մարտիրոսյանն է գնդակով հետ փոխանցում է կատարում Տիգրան Խաչատրյանին, Աչեմյան դեպի Մարտիրոսյանը փոխանցում տեսանք Զաքարյանը ու այստեղ Ալավերդյանն ու Պողոսյանը մի ամուր ուժերով խլում են գնդակու վտանգավոր հակակրոյ աստում Գաբրիելյան վտանգավոր է հարված ու Եսայանը ոտքով է հեռացնում այստեղ գնդակը Արշակ Պողոսյան ինչը չի սուլել մրցավարը ոչ Նարեկ Սարգսյան հարված կկատարի արդյոք Սարգսյանը շատ այստեղ հեռու թողեց գնդակ ու կորցրեց City 22 համարը գնդակ ու City-ն նորից է գրոհ սկսում Արշակ Պողոսյան Ալավերդյան, կրկին Պողոսյան, կա Գաբրիելյանի տարբերակը, Պողոսյանը շարժվում է առաջ ու այստեղ ուժեղ էր փոխանցումը, չհասկացան միմյանց։ Բայց հիմա ամեն դեպքում մրցավարը գալիս է դիտելու նախորդ դրվագի կրկնապատկերը,
հասկանանք ինչ է պատահել։ Գիտեց մրցավարը նախորդ դրվագի կրկնա պատկերը հասկանալու համար արդյոք կար ձեռքով խաղ թե ոչ, բայց ձեռքով խաղ տեղի էր ունեցել Յուվեի ֆուտբոլիստի կողմից, չնայած Տուգանային հրապարակից դուրս էր խաղտումը տեղի ունեցել ու 11 մետրանոց հարված չէ, բայց բավական վտանգավոր գոտում Տուգանային հարված մրցավարը նշանակում է հիմա Յուվենտուսի դարպասի ուղղությամբ ու տեսնենք այս ստանդարտը արդեն ինչ կտա Մանչեսթեր Սիթին Ալավերդյանն ու Նարեկ Սարգսյանն են գնդակի մոտ, տեսնենք ով է պատրաստվում հարված կատարելուն։ Կա մրցավարի սուլիչը Ալավերդյան ու այստեղ ծափարություններ Ալավերդյանին գնդակը մրցակցին հասնելու համար, այո, եթե նույնիսկ կար ձեռքով խաղ մրցավարը համենայն դեպս մնացել է իր որոշմանը, բայց իհարկե վիճելի դրվագեր ու ծափարություններ այստեղ Սիթին առաջին հերթին Արտուր Ալավերդյանին նմանատիպ որոշում կայացնելու համար Պողոսյան հիմա Սիթին շարժվում է առաջ Պողոսյանն է գնդակով դեպի Նարեկ Սարգսյանը եւս մեկ կրակոց ու այստեղ Եսայանը հասնում է հեռացնել գնդակը անկյունային հարված կիրասի հիմա Սիթին այո կարող է նմանատիպ տարածությունից հարվածով հիմա աչքի ընկնել Նարեկ Սարգսյանը Ալավերդյանն է ստացել գնդակը թողեց Պողոսյանին ու դեպի հետ փոխանցում Խլղացյան լավ ընդունեց Խլղացյանը գնդակը ցույց տվեց հարված կատարեց փոխանցում Գաբրիելյանն է հիմա գնդակով եւ դեպի հետ կրկին Ռոբերտ Խլղացյան այո Սիթին իհարկե ունի մեկ գնդակի առավելություն եւ դա թույլ տալիս է չշտապել այս րոպեներին Սիթի ֆուտբոլիստներին Արտաշես Սարաքելյան հետ թողեց գնդակը դարպասապան Մուրադյանին ու դեպի Գաբրիելյանն ենք փոխանցում տեսնում Խլղացյան դեպի աչ Կոստենկովի ուղղությամբ գեղեցիկ գործեց Կոստենկովը ու ճիշտ ժամանակին փոխանցում կատարեց Նարեկ Սարգսյան ու հիմա փրկվում է Յուվենտուսը իսկապես փրկվեցին Յուվեի ֆուտբոլիստները Եգոր գնդակը բաց թողնելուց ամեն ինչ իդեալական արեց Սիթին գրոհ սկսեց Խլղացյանից դեպի Կոստենկովը հետո Ալավերդյան Նարեկ Սարգսյան ու Սարգսյանի հարվածը շեղությամբ ընթացավ իսկապես լավ հնարավորություն ուներ հիմա Մանչեսթեր Սիթին ընդմիջում գնալուց առաջ երկու գնդակի առավելություն ստանալ բայց այստեղ Սարգսյանի հարվածը դիպուկ չստացվեց հիմա խաղի կանոնների խախտում կար Արտուր Ալավերդյանի դեմ պայքարում ու տեսնենք Ոչ, հենց Սիթին է խախտել խաղի կանոնները այս իրավիճակում, այո, տպավորությունը այնպեսին է, որ խախտում կար Ալավերդյանի նկատմամբ, բայց ոչ Աչեմյանն ուղարկում է գնդակը դեպի Մարտիրոսյանը, կրկին Աչեմյան ուղարկեց Այվազյանին ու այստեղ Նարեկ Սարգսյանը կարողացավ մի փոքր հեռու ուղարկել գնդակը Այվազյան Մարտիրոսյան, Աչեմյան վտանգավոր գրոհ է, Աչեմյան հարված Արադարտ եղավ այստեղ Արաքելյանից ու կարող էր այստեղ շեղել գնդակ ուղղությունը իջնել արեց եւ հայտվել դարպասում, բայց հրաշքով մի փոքր բարձր ընթացավ այստեղ շեղումից հետո գնդակը անկյունային է հիմա արիացնելու Յուվենտուսը Ղազարյանն է գնդակի մոտ տեսնում ենք փոխանցում հիմա էլ Խլղացյանը առաջինը հասավ գնդակին Ալավերդյան տարավ իր այդ գնդակը Արտուր Ալավերդյանը ու այստեղ եզից կնետի արդեն Մանչեսթեր Սիթին Կոստենկով դեպի Արաքելյանն է ուղարկում գնդակ ու այստեղ Արաքելյանի փոխանցումը չանցավ, բայց հիմա վերականգնեց Արաքելյանը գնդակը Խլղացյան Երկար փոխանցում դեպի Նարեկ Սարգսյանը հաշվարկած փոխանցում էր Սարգսյանն էլ փորձեց այստեղ հասցեակել գնդակը Գաբրիելյանին, բայց գնդակի ճանապարհը այստեղ փակեց Յուվենտուսի ֆուտբոլիստը կարծես Տիգրան Խաչատրյանն էր այս իրավիճակում Նարեկ Սարգսյան Խլղացյան գուցե փորձի հերվից Խլղացյանը այդպես էլ անում է, բայց Գաբրիելյանը հիմա խանգարեց ավելի շուտ Խլղացյանի հարվածին Քանի որ այն ընթանում էր դեպի դարպաս ու Գաբրիելյանը կանգնեց գնդակի ճանապարհին չի ավարտվել Սիթիի գրոհը հիմա արդեն ավարտված է Յուվեն հեռացեց գնդակը ու կտեսնենք եզրային նետում
Խլղացյան Եվս մեկ հերար հարված ու հիմա էլ Կոստենկովն էլ փորձում թողնել գնդակը ոտքերի արանքով որպեսզի անցնի չստացվեց Ալավերդյանի հետ պատխաղարկումը նույնպես այս իրավիճակում ձախողվեց ու հիմա Յուվեի ֆուտբոլիստները փորձեցին դուրս գալ պաշտպանությունից եզրային նետման հնարավորություն վաստակելով այս իրավիճակում կատարված է եզրային նետումը Սերգեյ Ղազարյան խախտեց այո Պողոսյանը խաղի կանոնները այստեղ Խաղարկում է Յուվենտուսը գնդակը Աչեմյանն է գնդակով թողեց գնդակը Զաքարյանին դեպի աչ Նարեկ Մարտիրոսյան ու արդեն գրոյ տեղափոխություն դեպի Այվազյանը անցավ գնդակը այստեղ ու բաժին ասավ Նարեկ Մարտիրոսյանին Իհարկե ցածկեց Արաքելյանը այս իրավիճակում, բայց բավական բարձր էր փոխանցում ու նույնիսկ Արաքելյանից անցավ գնդակը այստեղ Այվազյանը թողնում է գնդակը Աչեմյանին Զաքարյան Պետք է Յուվեն ամեն դեպքում պետք է փորձի թեկուս հեռու տարածությունից հարվածել դարպասի ուղղությամբ կրկնում եմ թաց է խոտացած ինչը հնարավորություն է տալու ֆուտբոլիստերին դարպասապաններին սխալվելու բայց առաջի կեսը հենց այստեղ ավարտվում է մեզ մոտ կարճ դադար որից հետո կվերադառնանք Սիրելի ֆուտբոլասերներ, մենք վերադառնում ենք Յուվենտուսում դեմ Մանչեսթեր Սիթի հանդիպան երկրորդ խաղակեսը միասին դիտելու առաջի կեսից հետո Նարեկ Սարգսյանի խփած գոլի շնորհիվ Սիթին հաղթում են մրցակցին 1-0 հաշվով, բավական արագ բացեցին հանդիպան հաշիվը ու առայժմ այդ մեկ գոլը այս րոպեներին հաղթանակ է պարգևում Մանչեսթեր Սիթին։ Եկեք նորից վերհիշենք թիմերի հայտարարությունները Վահե Մուրադյանը պաշտպանում է Սիթի դարպասը համար 1 Ռոբերտ Խլղացյան համար 4, Արտաշես Արաքելյան համար 5, Անատոլի Գաբրիելյան համար 7, Վարդան Վարդանյան համար 18, Գելա Կոստենկով համար 17, Արտուր Ալավերդյան համար 44, Նարեկ Սարգսյան համար 22 եւ Արշակ Պողոսյան համար 10։ Յուվենտուս Սերգեյ Եսայանը պաշտպանում է այսօր Յուվեի դարպասը համար 1, Արտուր Զաքարյան համար 4, Նարեկ Մարտիրոսյան համար 6, Դավիթ Մարտիրոսյան համար 7, Մանվել Այվազյան համար 9, Արտուր Աչեմյան համար 10, հիմա այս գրոյին հետևենք Պողոսյանն է գնդակով, ուղարկեց գնդակը Նարեկ Սարգսյանին, թողեց Սարգսյանն էլ Ալավերդյանին, հարվածի փորձ այստեղ նույնիսկ փոխանցման փորձ կարելի է դիտարկել դեպի Գաբրիելյանը, բայց փակվեց գնդակի ճանապարհը, Զաքարյանն էլ շարժվում է առաջ ու հիմա էլ Ռոբերտ Խլղացյանն է կանգնում գնդակի ճանապարհին, Աչեմյան, ներողություն Պողոսյանն է գնդակով, դեպի Գաբրիելյանը, բայց այստեղ հասցնում է Եսայանը հեռացնել գնդակը Շարունակ եմ ծանոթացնել Յուվենտուսի կազմը, այո թիմերը նույնիսկ դրա ժամանակը մեզ չեն տալիս, բայց այնուամենայնիվ հիմա կներկայացնեմ Յուվենտուսի ամբողջական հայտարարությունը Արտուր Աչեմյան համար 10, Տիգրան Խաչատրյան համար 21, Արաքելյանն է հիմա հարվածում ու ուղիղ Եսայանի ձեռքերի մեջ հայտնվեց գնդակը, վտանգավոր հարված էր ինչ խոսք Արաքելյանից այս իրավիճակում։ Տիգրան Խաչատրյան համար 21, Սերգեյ Ղազարյան համար 55 եւ Նարեկ Մարտիրոսյան համար 88 Մարտիրոսյանն է հենց հիմա գնդակով ուղարկում է գնդակը Ղազարյանին ով աչ եզրում ընդունեց ու կատարեց փոխանցում բայց այստեղ դարպասապան Մուրադյանը դուրս է գալով դարպասից տիրեց գնդակին ու այն նետում է Կոստենկովի ուղությամբ Խլղացյան նորից դարպասապան Մուրադյանն է գնդակով այո որքան ակտիվ է Մուրադյան այսօր Սիթիի գործողություններում իհարկե նա նոմինալ դարպասապա է բայց ամեն մի քանի փոխանցումը մեկ գրեթե կարծես մասնակցում է Սիթիի խաղարկումներին այստեղ լավ պատ խաղարկում էր մտածված Կոստենկովի ու Պողոսյանի միջև բայց գնդակը չանցավ վերջում Կոստենկով հիմա հետ է ուղարկում գնդակը Արտաշես Արաքելյանին ու Սիթին նորից գրոյի ասում կրկնում եմ 5 միավոր է թիմերին բաժանում այս պահին հաղթանակ տանելու դեպքում Սիթին կկրճատի միավորների տարբերությունը Յուվենտուսի նկատմամբ բայց դա չէ գլխավոր փաստը այն է որ այստեղ կար խախտում Արաքելյանի կողմից գլխավոր փաստը այն է որ Յուվեն առայժմ ոչ մի խաղում չի վրիպել չի սայթակելու ոչ մի միավորի կորուստ չունի այս անցկացած 9 հանդիպումների ժամանակ այսօր իհարկե այս րոպեներին այդ ամենը այլ պատկեր ունի խաղադաշտում Եթե իհարկե տանի հաղթանակ Սիթին կամ ոչ ոքի արդյունք գրանցվի իհարկե Յուվեն կկորցնի իր առաջին միավորները Ալավերդյան ուղարկում է գնդակը Ռոբերտ Խլղացյանին Խլղացյան շատ լավ փոխանցում Նարեկ Սարգսյանի ուղղությամբ, բայց այստեղ մի փոքր ուժեղ էր փոխանցումը Սարգսյանի համար ու հարված կլինի
Յուվենտուսի դարպասից Եսայանը շտապում է գնդակը խաղի մեջ մտցնելուն։ Հիմա կարող է արդեն ուղարկեց գնդակը առաջ, բայց այստեղ նորից գնդակը Սիթիի վերահսկողության տակ է վերադառնում։ Ալավերդյան շատ լավ շրջվեց այստեղ, Պողոսյանի հետ պատ խաղարկում, Ալավերդյան տարավ գնդակի հետ Արտուր Ալավերդյանը ու վաստակեց ամեն դեպքում այո եզրային նետման հնարավորություն կարողացավ կորզել այս իրավիճակում Ալավերդյանը։ Կոստենկովն է կատարում եզրային նետում, Պողոսյան Արշակ Պողոսյան լավ անցում է Պողոսյանից Ալավերդյան, գեղեցիկ է Գաբրիելյան, Ալավերդյան ու սայթակում է հիմա Ալավերդյանը հարված կատարելու պահին, իսկապես կրկնում եմ ձյունը տեղում ու խոտածած կթաց է ինչն էլ խանգարում է միայն ֆուտբոլիստներին այս րոպեներին խաղադաշտում։ Եսից հիմա կնետի Յուվեն, այդպես էլ արեցին, Ղազարյանը թողնում է գնդակը Մարտիրոսյանին ու երկար փոխանցում ենք տեսնում առաջ, որտեղ Արտաշես Առաքելյանը կրկին իրադրությունը վերահսկում էր Ալավերդյան շտապեց այս իրավիճակում, հիմա դեպի Կոստենկովները մտածված այս փոխանցումը, բայց գնդակը Յուվեի ֆուտբոլիստերին բաժին հասավ, ովքեր էլ անցնում են արագ գրոհի Կոստենկով, մաքուր է գործում ու եզրային նետում է հիմա խաղարկում Այվազյանը, Ղազարյան, կրկին Այվազյան Դեպի Զաքարյանը, տեսանք փոխանցումի Զաքարյանի փոխանցումը չանցավ այստեղ, չնայած մնաց գնդակը Յուվեի մոտ հիմա հեռացված է, Խլղացյանը հեռացեց ու Գաբրիելյանը եթե այս իրավիճակում կարողանա շահել գնդակը, ապա կարող էր վտանգավոր գրոհի անցնել։ Աճեմյան լավ պատխաղարկում Մարտիրոսյանի հետ ու Առաքելյանը հասնում է հեռացնել գնդակը Եզից կնետի Յուվեն։ Որքան բարձր է հանդիպման տեմպը, հանդիպման մեկտարկից մինչ այս պահը, այո թիմերը շատ լավ են ելույթ ունենում, շատ հետաքրքիր հանդիպում են դիտում, իհարկե պահերով լի գոլային դրվագների պակաս չունենք, հիմա այլ Պողոսյանն է շտապում դեպի գնդակը, բայց Խաչատրյանը կարողացավ սա անկման գնով հեռացնել, Եզից կնետի Սիթին հիմա չի շտապում, Նարեկ Սարգսյանը, այ հիմա կատարված է եզրային նետումը, Առաքելյան Գրոյ տեղափոխություն աճ, որտեղ Խլղացյանն է երկար փոխանցում դեպի Արշակ Պողոսյանի ուղղությամբ, բայց այստեղ դարպասապա դուրս եկավ դարպասից ու բռունցներով կարողացավ հեռացնել գնդակը Աճեմյան հիմա կատարեց փոխանցում Սերգեյ Ղազարյան, այո, աստիճանաբար արդեն խաղարկումով փորձում է Յուվենտուսը գրոհի անցնել, հիմա այս րոպեները բավական ակտիվ անցկացեց Սիթին ու հիմա հերթը Յուվենտուսինն է, Մարտիրոսյանն է գնդակով, կա Այվազյանի տարբերակը, բայց Աճեմյանի հետ խաղարկեց գնդակը ու հիմա դեպի աճ արդեն գնդակը հասավ մանվել Այվազյանին, Այվազյան ու այստեղ գնդակը Սարգսյանից լքեց դաշտի սահմանները, Եզից կնետի Յուվեն, Այվազյանն էլ կատարեց եզրային նետումը, Մարտիրոսյան, Ղազարյան Շատ լավ խաղարկում Մարտիրոսյանի հետ վտանգավոր է Այվազյան հաշիվը հավասար է 1-1 Յուվենտուսը խաղակեսի միջին հատվածում երկրորդ կեսի միջտամասում հավասարեցնում է այս դիմակայության հաշիվը Մանվել Այվազյան 1-1 հաշիվը հավասար է կարելի ասել թիմերը սկսում են 0-ից ամեն ինչ, այո ու տեսնենք արդեն հանդիպան մնացած ժամանակը հատվածում թիմերից որ մեկը կրկին կփորձի առաջ անցնել հաշվի մեջ Նարեկ Սարգսյան այստեղ մնաց գնդակով Սարգսյանը շատ լավ գործեց այս իրավիճակում ու շարժվում է առաջ, բայց Մարտիրոսյանը լավ սահանքում կատարեց ու խլեցին այս իրավիճակում գնդակը Յուվենտուսի ֆուտբոլիստները հիմա դեպի կենտրոն Աճեմյանն է այստեղ Զաքարյան մի փոքր ռիսկի դիմեց, բայց կարողացավ պահել գնդակի իր մոտ, հիմա ուղարկեց Աճեմյանին Աճեմյան հերվից հարվածի փորձ, բայց շեղությամբ է ստացվում Աճեմյանի այս կատարած հարվածը, իհարկե մենք նրա հարվածներին քաշ տեղյակ ենք ու կարծում եմ Սիթին նույնպես հաշվի առնում է այդ հանգամանքը, որ Աճեմյանին պետք չէ հնարավորություն տալ նմանատիպ տարածություններից հարվածելու, նա շատ վտանգավոր է, երբ միայնակ է լինում ու հարված է կատարում Պողոսյան
դեպի աճ ուղարկեց գնդակը Խլխացյանն է շարժվում առաջ նորից Պողոսյան եւ հետ փոխանցում կատարեց այս իրավիճակում Արշակ Պողոսյանը դարպասապա Մուրադյանին ով ուղարկում է գնդակը Արտաշես Արաքելյանի ուղղությամբ այո Սիթին նորից առաջին համարով է հանդես գալիս այս րոպեներին ու փորձում են կրկին առաջացնել հաշվի մեջ Պողոսյանն է գնդակով լավ է նկատել Գաբրիելյանին, բայց գնդակը չհասավ նրան, հիմա հասավ ու կար խախտում հենց Գաբրիելյանի կողմից այս իրավիճակում, այո, խախտեց խաղի կանոնները Անատոլի Գաբրիելյանը եւ ստանդարտ է նշանակում մրցավարը Յուվենտուսի օգտին։ Հիմա փոփոխություն տեղի ունեցավ Սիթիի կազմում, Վարդանյանը վերադարձավ խաղադաշտ, իսկ Երակոսենկովը լքեց խաղադաշտը ու տեսնենք արդեն Վարդանյանը թարմ ուժերով իշ կփորձի անել, կա մրցավարի սուլիչը, Եսայանը հիմա գնդակը կմցնի խաղի մեջ, տեսնում են Գեյկար փոխանցում առաջ, Աչեմյան Ալավերդյան պայքարն է ընթանում դաշտի միջին հատվածում ու մնաց գնդակը Սիթիի մոտ Պողոսյանն է շարժվում առաջ, այո այսօր բազմիցս տեսել ենք, բայց դեռ կդիտենք Աչեմյան Ալավերդյան այս հակամարտությունը, երկու ֆուտբոլիստներն շատ փորձառու են ու հանդես են գալիս դաշտի միջին հատվածում եւ միանշանակ իհարկե միմյանց դեմ պայքար մղելու են մինչեւ վերջի րոպեն։ Հիմա անկյունային հարվածի հնարավորություն է վաստակում Մանչեսթեր Սիթին, վտանգավոր պա չիրականացեց այստեղ Սիթին Գաբրիելյանից տեղի ունեցավ այստեղ փոխանցում ու գնդակը այստեղ Աչեմյանի մոտ է Այվազյան Յուվեն է փորձում գրոհի անցնել Զաքարյան դեպի Աչեմյանը փոխանցում կատարեց Աչեմյանն էլ շատ լավ է նկատել Այվազյանի առաջ խաղացումը բայց դարպասապան Մուրադյանը նորից դուրս եկավ դարպասից ու դիրեց գնդակին հետո Խլխացյանը սխալվեց ուղեց իր սխալը վտանգավոր է ու չկատարվում այստեղ Ալավերդյան ու Եզրային նետման հնարավորություն է տալիս այստեղ մրցավարը Յուվենտուսին Մարտիրոսյանն է գնդակով Գեղեցիկ գործեց, բայց հեռու թողեց գնդակի իրենից ու հարված կլինի Վահե Մուրադյանի պաշտպանած դարպասից գնալով իհարկե երկու թիմերն էլ փորձում են իրենք առաջացնել հաշվի մեջ Հիմա Խլխացյանը չխախտեց արդյոք խաղի կանոնները, չսուլեց մրցավարը համենայն դեպս Մուրադյան ու այստեղ Մարտիրոսյանից գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից Իհարկե ոչ ոքի արդյունքից կարծում եմ դժգոհ չեն մնա երկու թիմերն էլ իհարկե Յուվենտուսին էլ ավելի ձեռնտու կլինի այս հանդիպումը ոչ ոքի ավարտել, բայց Սիթիի մասով իհարկե արդեն Իհարկե ոչ ոքին վատ արդյունք չէ, այն էլ առաջատարի դեմ խաղում, բայց Սիթին վստահ եմ այստեղ է 3 միավորի համար ու փորձում են կրճատել միավորների տարբերությունը Յուվեի հետ, եթե այս խաղում չստացվի, ապա ուրիշ որ խաղում պետք է Սիթին հնարավորություն ստանա միավորների տարբերությունը կրճատելու, պետք է հուսալ, որ Յուվեն կսայթակի, իսկ Յուվեն շատ լավ մարզավիճակում է պարզապես գտնվում։ Պողոսյան Գաբրիելյան վտանգավոր է Գաբրիելյան, Պողոսյան ինչու չեն հարվածում, Ալավերդյան ինչու Գաբրիելյանը չհարվածեց այստեղ, Վարդանյան տարավ իր այդ գնդակը, կատարեց փոխանցում ու Խաչատրյանն է փակում գնդակի ճանապարհը, Նարեկ Սարգսյան ու այստեղ կրակոց տեսանք Սարգսյանից, բայց շեղությամբ ընթացավ գնդակը։ Հայո Պողոսյանի փոխանցումից հետո կարող էր Գաբրիելյանը հարվածել, բայց չհարվածեց, որոշեց ետ ուղարկել գնդակը արդեն դանդաղեց այդ իրավիճակից սկսած Մանչեսթեր Սիթի գրոհը։ Տեսնում են Գեյկար փոխանցում առաջ դարպասապայի կողմից, այստեղ Խլխացյանին վաժին ասավ գնդակը դեպի Մարտիրոսյանը հիմա դիրեց գնդակին, բայց քիչ էր մնում սխալվեն Յուվեի ֆուտբոլիստները, հիմա խախտեց խաղի կանոնները Ալավերդյանը, այո եւ ընդունում է խաղի կանոնների խախտում այս իրավիճակում, արագորեն խաղարկում է Յուվեն գնդակը Մանվել Այվազյան շատ լավ մարզավիճակում է իսկապես գտնվում Յուվենտուսի հարձակվող Մանվել Այվազյանը փայլուն մրցաշրջան է անցկացնում թիմի կազմում թիմի ռմբարկուն է ընդհանուր առաջնության ռմբարկունների քարյակում տեղ է զբաղեցրել այո քարյակի մեջ գտնվում է Մանվել Այվազյանը կարծես այս խփած գնդակով
Ինձ մոտ հստակ այս բան չկա տվյալը, բայց կարծես շրջանցեց Խաչատուրը Արզումյանին, Վերդերի Ռամբարկույն ու հիմա Մանվել Այվազյանը գտնվում է երրորդ հորիզոնականում մրցաշարային աղյուսակի Ռամբարկուների ցուցակի, այո, եթե այդպես է, ապա իհարկե միայն բրավո ու ծափարություններ Մանվել Այվազյանին։ Խլղացյան շատ լավ փոխանցում դեպի Արշակ Պողոսյանը կատարեց Խլղացյանը, Պողոսյանն էլ դեպի Վարդանյանը, բայց Վարդանյանի փոխանցում այստեղ Գաբրիելյանին չհասավ, երկրորդ տեմպով է Սիթին գրում Վարդան Վարդանյան, Մարտիրոսյանն է պայքարում նրա դեմ ու այստեղ արդեն հեռացվեց գնդակը, եզրից պետք է նետի Յուվեն, այո։ Երկար փոխանցում առաջ, հիմա էլ Ռոբերտ Խլղացյանը լավ գործեց պաշտպանությունում, Արթուր Ալավերդյան, Նարեկ Սարգսյան, գուցե Հերվիտ Ֆորտի Սարգսյանը այդպես էլ վարվում է, բայց ուղիղ Եսայանի ձեռքերի մեջ կատարեց այս իրավիճակում Նարեկ Սարգսյանը հարված ու դարպասապահը ֆիքսեց գնդակը, Զաքարյանն է գնդակով։ Լավ խաղարկում Մարտիրոսյանի հետ ու շարժվում է առաջ Զաքարյանը գնդակով։ Աչեմյան, Պողոսյանի ճնշումը կար թիկունքից ու տվեց իր արդյունքը, Սարգսյանն էլ տարավ իր այդ գնդակը, բայց վերջի պահին Մարտիրոսյանը խլեց ու հիմա արդեն Արաքելյանն է փակում գնդակի ճանապարհը եւ կարողանում հեռացնել ու դա ստացեց փոխանցում Ալավերդյանի համար, ով թողեց գնդակը Նարեկ Սարգսյանի եզրից կնետի Մանչեսթեր Սիթին։ Եվս մեկ փոփոխություն տեղի ունեցավ Սիթիի կազմում, հիմա Կոստենկովը վերադարձավ խաղադաշտ ու խաղադաշտը լքեց Սիթիի առաջը միակ գնդակի հեղինակը Նարեկ Սարգսյանը ու տեսնենք այս րոպեները ինչպես կընթանան, Խլղացյան շատ լավ փոխանցում Վարդանյանին չհասավ այստեղ գնդակը, բայց վերադարձավ ու պահեց այն իր մոտ Վարդանյանը, մնաց գնդակով Վարդանյանը կատարեց փոխանցում ու այստեղ Խաչատրյանն է հեռացնում գնդակը, բայց ոչ շատ հեռու Գաբրիելյան հարված ու անադարձ այստեղ պաշտպանը ավելի շուտ կլինի ասելի վրա ընդունեց գնդակը Այվազյանն էլ լավ չկասեցեց այստեղ գնդակը ու Սիթին նորից գրոյի է ասնում Պողոսյանն է գնդակով Արտաշես Արաքելյան դեպի աչ Խլղացյանն է այստեղ Խլղացյան հեռու թողեց գնդակ ու հետո արդեն ստիպված խախտեց խաղի կանոնները այս իրավիճակում Աչեմյան, Յուվեն արագ խաղարկում է ստանդարտը դեպի Ձախ Մարտիրոսյան, Մանվել Այվազյան գեղեցիկ խաղարկում կատարեցին այստեղ Յուվենտուսի ֆուտբոլիստները Մարտիրոսյան Կոստենկովը հասցրեց նահանջել ու հեռացնել գնդակը 10 րոպե մինչ հանդիպման ավարտը ու տեսնենք թիմերը ինչ կանեն այս Վերջին 10 րոպեների ընթացքում իհարկե կրկնում եմ Սիթին հաղթանակ տանելու դեպքում ոչ միայն կկրճատի տարբերությունը Յուվենտուսի հետ միավորների տարբերությունը, այլ նաև այս սառույցը կկոտրի, այսպես ասենք, հայ Յուվեն առայժմ ոչ մի միավոր չի կորցրել, այսօր կարող է դա տեղի ունենալ, եթե իհարկե դոնե ոչ ոքի Սիթին ավարտի հանդիպումը։ Աչեմյան Ռոբոս ուշադիր, Ռոբ Ետ է ուղարկում գնդակը Մարտիրոսյանին դեպի Զաքարյանը փոխանցում ենք տեսնում ով շարժվում է առաջ գնդակով աչ եզրով Զաքարյան հիմա արգելակեց դեպի կենտրոն Աչեմյանը կա Պողոսյանի ճնշումը ու այստեղ չկար խաղի կանոնների խախտում բայց ձգեց կարծես մկանը Աչեմյանը Այո, ամեն ինչ կարգին է Աչեմյանի հետ, նա մնում է խաղադաշտում ու եզրային հետում իրականացնում է Սիթին Խլղացյանն է գնդակով դեպի աչ Արաքելյան նորից Խլղացյան Պողոսյանին ուղարկեց գնդակը դեպի Պողոսյանն էլ աչ իրենից Ալավերդյանն է հիմա ստանում գնդակը պետք է փորձել, այո պետք է գնալ առաջ Գաբրիելյան Կա Պողոսյանի տարբերակ, այդպես էլ վարվեց Գաբրիելյանը, Կոստենկով ու հիմա Եսայանը հասնում է հեռացել գնդակը, ինչ իրատեսական շանս կորցրեց հիմա Մանչեսթեր Սիթին, նորից հաշվի մեջ առաջ անցնելու համար, արագ խաղարկում են անկյունայինը, Գաբրիելյանն է գնդակով, Ալավերդյանին ուղարկեց, Արտաշես Արաքելյան գուցե Հերվիտ փորձի Արաքելյանը ոչ այս դեպքում չարեց այդպես,
դեպի աջ է կատարում փոխանցում Պողոսյան, բայց այստեղ ընկավ Սիթի գրոհի տեմպը, արդեն Զաքարյանը տիրեց գնդակին, Մարտիրոսյանին ուղարկելով գնդակը, ով շարժվում է առաջ ու շատ ճիշտ պայ փոխանցում կատարեց, բայց բրավո Խլղացյանին այստեղ մաքուր անկում կատարելու համար ու թույլ չտալով Այվազյանին, որպեսզի շրջանցի իրեն ու մնա միայնակ դարպասապայի դիմաց։ Աճեմյան երկար փոխանցում դեպի Այվազյան ու Արաքելյան այստեղ առաջինն է հասնում գնդակին։ Վարդան Վարդանյան շատ լավ փոխանցում դեպի Ալավերդյանը կատարեց, մնաց գնդակով հիմա Սիթին Վարդանյանը շարժվում է առաջ ու այստեղ շատ հեռու թողեց գնդակը, հիմա էլ արդեն Կոստենկովներ արագություն հավաքած նահանջում, բայց կորցրեցին առանց այն էլ Յուվեի ֆուտբոլիստները գնդակը ու հիմա տեսնենք Վարդան Վարդանյան Ալավերդյանին է ուղարկում գնդակը դեպի կենտրոն, Պողոսյանը ընդունեց գնդակը, բայց չկան տարբերակներ, Ստիֆաց ետ փոխանցում կատարեց ու աջ եզրով հիմա Սիթին հասնում է գրոհի Խլղացյան, լավ արգելակում է, թողնում է գնդակը Պողոսյանին, Արտաշես Արաքելյան, պետք է փորձել հեռու տարածությունից, կրկնում եմ, թաց է գնդակը, թաց է խոտածածկը ու դա հնարավորություն է տալու ֆուտբոլիստերին հեռար հարվածներով գրավելու, իսկ հիմա Յուվեն նետվում է առաջ, Աճեմյան փոխանցում ու այստեղ եթե փոխանցում էր, ապա չստացվեց, եթե հարված նույնպես չստացվեց Աճեմյանի կատարման պես իրավիճակում, այո, երկու տարբերակն էլ ուներ իր տրամադրության տակ Աճեմյանը։ Կրկնում եմ, հեռար հարվածները օգտության կգան ֆուտբոլիստերին այն առումով, որ թաց է գնդակը, թաց է խոտածածկ ու դարպասապաններին այնքան էլ հեշտ չի լինելու ընդունել գնդակը Վարդանյան, պայեց գնդակի իր մոտ ու անցում կարողացավ կատարել, թողեց գնդակը Պողոսյանին, բայց այստեղ Մարտիրոսյանը ազդուրացաբար գործեց, Արտուր Աճեմյան լավ նկատեց Այվազյանին, վտանգավոր է, Մանվել Այվազյան կգրանցի դուպլ, ոչ շեղությամբ է ստացվում Այվազյանի հարվածը Լինենք արդարացի հիմա փրկվեց Մանչեսթեր Սիթին, Եգոր գնդակը բաց թողնելուց, ճիշտ է սահանքման գնացել էր Խլղացյանը, բայց կարծում եմ չէր հասցնի, եթե Այվազյանը ճիշտ հարված կատարեր։ Այո, ամեն ինչ լավ արեց Յուվենտուս, Այվազյանը ընդունեց, գնդակը շրջվեց, շրջանցեց դարպասապային, բայց հարվածը շեղությամբ ստացվեց։ Կոստենկով Գաբրիելյան, կա Արաքելյանի տարբերակ այդպես էլ վարվեց Գաբրիելյանը, տեսնենք Արաքելյանը ինչ որոշում կկայացնի, թողնում է Պողոսյանին գնդակը դեպի աջ, Խլղացյան պետք է փորձել հեռվից, Խլղացյան անցումը ստացվեց, փոխանցումը նույնպես Գաբրիելյան, Կոստենկովու բարձր է ստացվում այլ Կոստենկովի հարվածը, ինչ է կատարվում խաղադաշտում իսկապես թիմերը մեկ-մեկ ու հնարավորություններ են ստեղծում, բայց առայժմ ոչ մի դարպասի գրավում մեկ-մեկ հաշվից հետո մենք դեռ չենք տեսել խաղադաշտում Զաքարյան լավ էր մտածել, բայց շահասավ գնդակը այստեղ խաղընկերոջը Պողոսյանն է խլելու շարժվում առաջ ուղարկեց գնդակը դեպի ձախ Գաբրիելյան հետ փոխանցում դեպի Վարդան Վարդանյանը վտանգավոր է աչից կա Խլղացյանը Խլղացյան գուցե հարվածի Խլղացյանը փոխանցման փորձ ու Մարտիրոսյանը կանգնեց հիմա այլ գնդակի ճանապարհին եւ հեռացեց այստեղ գնդակը, բայց ոչ այնքան հեռու Պողոսյանը ուղարկում է գնդակը Ալավերդյանին, իսկ այստեղ ուժեղ ստացվեց մի փոքր Ալավերդյանի կատարած փոխանցումը Կոստենկովի համար եւ գնդակը բաժին է հասնում Յուվենտուսի դարպասաբար Սերգեյ Եսայանին, ով ուղարկում է դեպի իրենից ավելի աջ Նարեկ Մարտիրոսյան ուղարկեց գնդակը Մարտիրոսյանից Զաքարյան Դեպի Դավիթ Մարտիրոսյանն ենք փոխանցում տեսնում 5 րոպեից մի փոքր քիչ խաղաժամանակ է մնացել հանդիպան ավարտին ու տեսնենք այս րոպեները ինչ կտան թիմերին հիմա Այվազյանը նորից ուշադրության կենտրոնում էր հայտնվել, բայց այս անգամ արդեն Մուրադյանը դուրս գալով դարպասից տիրեց գնդակին Արշակ Պողոսյան Մեկը պումով դեպի Գաբրիելյանը գեղեցիկ խաղարկում է կատարում Սիթին Պողոսյան Վարդան Վարդանյան Նորից Պողոսյան Տեսնենք ինչ որոշում կկայացնի Պողոսյանը ճիշտ պայն ճիշտ փոխանցում Վարդան Վարդանյան հարված ու շեղ է ստացվում Վարդանյանի հարվածը եթե հիմա դիպչեին Վարդանյանի սահանքման ժամանակ անկասկած 11 մետրանոց հարված կնշանակվեր ռիսկի դիմեցին Յուվենտուսի պաշտպանները այս իրավիճակում բայց հիմա այլ Կոստենկովն է խլում գնդակը Ալավերդյան դեպի Վարդանյանը վտանգավոր է ու նորից բարձր է այս անգամ էլ ստացվում Վարդանյանի կատարած այս հարվածը
Երկար փոխանցում առաջ Խլխացյանը այստեղ երկրորդ հարգում խնդիրներ չունեցավ Այվազյան հիմա դեպի Ղազարյանը փոխանցում ու նորից հասցնում է Խլխացյանը առաջին արձագանքել գնդակին, բայց մնաց գնդակով Յուվեն, հետո էլ Արտաշես Սարաքելյանն է խլել գնդակ ու զարգացնում է արագություն կա փոխանցում դեպի Գաբրիելյանը, նորից Սարաքելյան Արտաշես Սարաքելյան դեպի կենտրոն, բայց Դավիթ Մարտիրոսյանը ավելի շուտ արձագանքեց գնդակին, հետո էլ արդեն խաղի կանոնների խախտում կար Սարաքելյանի կողմից ու ստանդարտ է նշանակել մրցավարը, պետք է ճիշտ դիրքից խաղարկել Մարտիրոսյանը խաղարկեց գնդակը Տիգրան Խաչատրյանի հետ, հիմա Գաբրիելյանը գնացել է պրեսինգի Կոստենկովն էլ կողքից փորձեց օգնել, բայց Յուվեն հանգիստ դուրս եկավ պաշտպանությունից ու շարժվում են առաջ Մարտիրոսյան Գեղեցիկ պատ խաղարկում էր Դավիթ Մարտիրոսյան հարված ու Խլխացյանը պարկեց գնդակի ճանապարհին Դավիթ Մարտիրոսյան 2-1 Յուվեն առաջացնում հաշվում է հանդիպավ վերջամասում իջնավ գրո կազմակերպեցին ու գրո Երկում եք Յուվենտուս այս խաղում առաջին անգամ հաղթողի կարգավիճակում է հայտնվում Դավիթ Մարտիրոսյանը պայքարեց մինչև վերջ ու առաջ մղեց Յուվենտուսին հաշվում մեջ հիմա արդեն շատ ծանր է Սիթիի տեսանկյունից լինել հանդիպան մեկտարկում հաղթողի իսկ հիմա արդեն պարտվողի կարգավիճակում բայց սա ֆուտբոլ է ինչ արած եթե Յուվենտուսը այսօր այսպես է հանդես գալիս Մանվել Այվազյան դեպի աջ Մարտիրոսյան Երկար փոխանցում ենք տեսնում Կոստենկովը առաջիններ Վարդանյանն էլ հիմա ուղարկեց գնդակը Գաբրիելյանին ու Սիթին ներվում է առաջ Վարդանյան Այստեղ կար սահանքում բայց մնաց գնդակով Վարդանյանը Պողոսյանին ուղարկեց գնդակը աչից կա Ալավերդյանի տարբերակը այստեղ դեպի Կոստենկովներ այս փոխանցումը հիմա էլ Վարդանյանի մոտ հայտնվեց գնդակ ու Կրկին Վարդանյանի հարվածը չի ստացվում, այսօր նրա հարվածները իհարկե չեն ստացվում Վարդանյանը կամ շեղ կամ բարձր է հարվածում այսօրվա հանդիպան ժամանակ Տեսնում ենք երկար փոխանցում առաջ, այստեղ Արաքելյանը առաջինները Արտուր Ալավերդյան, Հաչեմյան, կրկին Ալավերդյան Ալավերդյան հարված անդրադարձ ու հիմա Հենց Մանչեսթեր Սիթի ֆուտբոլիստից տեղի ունեցավ անդրադարձը կտեսնենք հարված Յուվենտուսի դարպասից Երկար փոխանցում առաջ այստեղ Զաքարյանին է բաժին հասնում գնդակը Մարտիրոսյան կրկին Զաքարյան ու Եզիցկը նետի Յուվենտուսը Մարտիրոսյանը կատարեց եզրային նետումը Ղազարյանին, կրկին Մարտիրոսյան Արթուր Զաքարյան, Սերգեյ Ղազարյան, նորից Մարտիրոսյան խաղարկում է անդադար Յուվեն գնդակ ու արդեն կորցրեցին հարված կլինի Սիթի դարպասից շտապում է իհարկե Սիթի վերջի գրոներից մեկը Արչակ Պողոսյանն է գնդակով առաջ շարժվում Դեպի Վարդանյանը փոխանցում, բայց Մարտիրոսյանը հեռացնում է գնդակը ու վերջ հանդիպումը ավարտվում է այս դրաման ավարտված է իսկապես Յուվեն մնում է առայժմ անպարտելի Վինտեր քափում ու վաստակեցին իրենց հերթական 3 միավորը խաղային շաբաթը մեզ մոտ նույնպես ավարտված է շնորհակալություն որ այս ընթացքում մեզ հետ եք բարի գիշեր ու ամենայն բարիք